Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով փոխանցել է պաշտպանից հրաժարվելու իր պատճառները, բացատրելով փաստաբանի մասնագիտական աշխատանքը կատարելու պայմանների բացակայությամբ եւ իրավունքի նորմերի խախտումներով։ Ռուբեն Վարդանյանի մեկնաբանությունը ներկայացվում է Ստորև։ Հոկտեմբերի 21-ի դատական նիստի ընթացքում հայտարարեցի իմ պաշտպան Աբրահամ Բերմանի ծառայություններից հրաժարվելու մասին։ Սա հարկադրված որոշում էր։ Միջազգային իրավունքի նորմերի, ինչպես նաեւ հենց ադրբեջանական դատավարական օրենսգրքի կոպտագույն խախտումներն այս լսումները վերածեցին բացահայտ ֆարսի։ Այս պայմաններում պաշտպանության բոլոր դատավարական հնարավորություններն սպառված են։ Առաջին. Ինձ այդպես էլ թույլ չտվեցին ծանոթանալ գործի նյութերին եւ մեղադրական եզրակացությանը։ Նյութերին հասանելիություն ունենալը մինչ օրս մերժվում է։ Ես չեմ կարողանում ծանոթանալ իմ գործի 422 հատորներին։ Դատարանը չի տրամադրել հիմնական դատավարական փաստաթղթերի պաշտոնական թարգմանությունը։ Երկրորդ. Ինձ դատարանում պաշտպանվելու հնարավորություն չի տրվել։ Ես հնարավորություն չեմ ունեցել առանց սահմանափակումների եւ նախնական ստուգման փաստաթղթեր փոխանակել պաշտպանի հետ դատական նիստերին պատրաստվելու համար։ Հասանելիություն չեմ ստացել ձայնա- եւ տեսանյութերին, որոնք ներկայացվում են որպես իմ մեղքի ապացույց։ Երրորդ. Իմ բոլոր միջնորդություններն անտեսվել են քննչական մարմինների եւ դատարանի կողմից։ Պաշտպանի կարևոր խնդրանքները, որոնք անհրաժեշտ էին արդար դատավարության համար, նույնպես մնացել են անպատասխան։ Չորրորդ. Պաշտպանից հրաժարվելու մյուս պատճառը դատարանի մերժումն էր հրավիրելու վկաների, որոնք կարող էին պարզաբանել գործի հանգամանքները եւ հաստատել պաշտպանության համար նշանակություն ունեցող փաստերը։ Դատարանը հրաժարվեց բավարարել այս միջնորդությունը, վերջնականապես զրկելով գործընթացը օբյեկտիվության եւ արդարության որևէ նշույլից։ Ժամանակի ընթացքում իրավիճակը միայն վատթարացավ։ Այս անհեթեթության թատրոնում պաշտպանի դերը, անկախ նրա ցանկությունից եւ ջանքերից, սահմանափակվում է միայն այս գործընթացի ձևական օրինականության ապահովմամբ։ Ես հրաժարվում եմ մասնակցել այս ֆարսին։ Ինձ պետք չէ պաշտպանության պատրանք։ Ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանումը, նշել է Ռուբեն Վարդանյանը։